կառավարության դիմացեիք, որտեղ մարդիկ պահանջում են, որպեսզի այս եվրոպական կառույցները, որոնք անամոթաբար աչք են փակում Հայաստանում, մարդու իրավունքների խայտարակ ու կոպտագույն ոտնահարումների վրա ձայն բարձրացնեն։ Երեկվա հիմնական, այսպես ասենք, թեման Արեգնազ Մանուկյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքն է կնոջ նկատմամբ միայն 3 թույլ են տվել, որպեսզի կարողանա իր անչափահաս երեխայի ծննդյան օրը հանդիպել երեխային, բայց մնացած բոլոր դրվագներով բարեբուն իմաստով խոշտանգում է։ Մենք գիտենք ինչ սարսափելի պայմաններում են նրանք պահվում։ Կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ այս իրականության մեջ, որտեղ Հայաստանի իշխանությունները շարունակաբար խոսում են այն մասին, թե իրենք իրական ժողովրդավարություն են բերել երկրին։ Շնորհակալություն։ Ես պետք է բոլորի ուշադրություն դարձնեմ մի փաստի վրա, որ պատահական չի, որ խոսում են այս իշխանությունները խոսում են իրական Հայաստանի, այլ ոչ թե իրավական Հայաստանի մասին։ Եվս մեկ անգամ իրավական Հայաստանը պետք է լինի թե ռազմավարական եւ թե մարտավարական նպատակներից մեկը, եթե չասեմ գլխավորը, ցանկացած իշխանության համար առնվազն մի երկրի Հայաստանի, որի սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանը դա ինքնաշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է։ Ուշադրություն դարձրեք, որ ոչ մի այդ խոսքերից որևէ մեկը չկա այս իշխանության թե գործողությունների եւ թե անվանման եւ թե ընդհանրապես գործողությունների մեջ։ Այսպիսով մենք գործ ունենք մի թիմի հետ, որը գալով իշխանության կապ չունի արդեն ինչպես է որ ընտրվել է այսպես կոչված նկարած թվերի մասին չեմ խոսելու, փաստը մնում է փաստ, որ այս թիմը նորից նստած է, ես կասեի ոչ թե իշխանության աթոռների վրա, այլ ագահի վրա, այն ինչպես իրենց պահում են օրվա իշխանության կարկառուն դեմքերը, ինձ հիշեցնում է այսպես մի բան, որ կարծես թե Հայաստանը ոչ թե հանրապետություն է, այլ ուղղակի միապետություն է եւ գահակալին բոլորը ենթարկվում են շատ անգամ կասեի ոգևորված եւ սիրով։ Դա խայտարակություն է, դա առաջի բանը, որ ես կցանկանայի եւ ընդգծել։ Երկրորդը, այս թիմը դաժան է, այս թիմին ներհատուկ է արյան տենչը, ես հիշեցնեմ, որ այս տարիների ընթացքում ամենաարյունոտ օրերն ենք մենք ապրել եւ ամբողջովին ոչ միայն պատերազմական վիճակի մասին է խոսքը։ Ես հիշեցնեմ, որ այս ռեժիմի զոհն է դարել Արմեն Գրիգորյանը, այս ռեժիմի զոհն է դարձել մի անձնավորություն, որ ուներ պրոբլեմներ հոգեկան այսպես առողջության հետ, որը ասում են ինքնասպանություն է գործել եւ տեղն է հիմա ասեմ, որ 27 մահ է տեղի ունեցել այդ վայրերում, որոնցից 10-ը ասում են ինքնասպանություն է, եւս մեկ անգամ հիշեցնեմ։ Կյանքում չեն լինում ինքնասպանություններ, միշտ լինում է ինքնասպանությանը հասցնելու գործընթաց։ Եվ այս առումով այդ մահը եւս այս թիմի խղճի, եթե այսպիսի նկան, խղճի վրա է։ Եւ մահերից խոսեցիք, արդեն այս տարի 32 մահ բանակում ձեր ասած, գրում են ինքնասպանություն, բան ցավակցում են ու անցնում առաջ, իհարկե պատկան մարմիններից իդեպս օրինակ ՊՆ նախարար Գշպետ պատասխանատվության ենթարկող չկա, եւ շատերի կարծիքով ասում են, արդյոք ադրբեջանցիները չեն սպանում, այսպես ասենք, եթե չկա օրինակ։ Ես պետք է մի բան ասեմ, որը որ կարող է այդքան էլ հաճելի չի լսել, տվյալ դեպքում, երբ որ մենք խոսում ենք մահերի մասին, լինի բանակում, լինի քրեակատարողականում, այսինքն այն վայրերում, որտեղ պատասխանատվություն է կրում պետությունը, այդտեղ խնդիրը նա չէ,
դա ադրբեջանցիների կողմից է տեղի ունեցել, թե Հայաստանում տեղական հենց իշխանությունների կողմից։ Պրոբլեմը լրիվ ուրիշ բանի մեջ է։ Եթե տեղի է ունեցել որևէ դեպք եւ մահվան, այսպես ասած, ավարտով ուղղակի պարտադիր ձևով պետք է անպայման ոչ միայն գործահարուցվի, այլ իլուր հասարակության մենք հստակեցնենք եւ իմանանք ովքեր են այդ պատասխանատուները, ուզում է Ադրբեջանի կողմից լինի, ուզում է Հայաստանում լինի, պատասխանատու անձը այդ օրվա պատասխանատուն եւ ընդհանուր առմամբ այդ մասի կամ ինչ որ տեղանքի այդ ժամանակվա եւ ընդհանուր առմամբ պատասխանատուն պետք է պատասխանատվության կանչվի։ Կրկնում եմ, լինի դա Ադրբեջանի կողմից կրակոցից մահը, եթե վրա է հասել, թե Հայաստանում։ Դա մեկ։ Երկրորդը ինչ է նշանակում թեկուզ այն, որ այդ ես էլի վերադառնամ այդ քրեակատարողականում այդ տեղի ունեցածի, որ մի առժամանակ հետո փակվել է այդ գործը, որովհետև չեն գտել այն անձին, որը որ մեղավոր ճանաչվի։ Էլի եմ ասում, կարելի էր ամոթանք տալ, եթե այդ զգայարաններ այդպիսինը ունենար այս թիմի ցանկացած անդամ, որը ուզում է հրահանգում է, ուզում է կատարում է, կապ չունի, եւ կատարողը եւ հրահանգողը մեղավոր են եւ այս առումով այո հիմա դուք ձեր ասացին այդ 27-ին գումարենք 32 կարծեմ ասեցիք բանակում եւ որևէ մի գործընթաց եւ որևէ մի պատասխանատու չկա, ավելին խրախուսվում է դա, բավական է ասել, որ այսքանից հետո նորից է նշանակվել նույն պաշտպանության նախարարը, զարմանալի բան է, գիտեք, այն որ դա նշանակվում է, դա մի մեղք նշանակողի մեղքն է, երկրորդը համաձայնողի, միթե չի զգում այդ անձը, որ իր վրա է, իրենից, իր անձի վրա է այդ խարանը, այդ մահերի, որոնք տեղի են ունեցել բանակում եւ պատասխանատու անձինք այն մահերի համար, որոնք տեղի են ունենում քրեակատարողական հիմնարկներում։ Գիտեք, մարդ կարկամում է ուղղակի, կարծես թե մարդկանց կյանքի գինը իջել է, չգիտեմ, զրոյից ներքև է, բոլոր դեպքերում դա ես ընդգծեմ, դա ոչ միայն կոնկրետ անձանց, կոնկրետ ընտանիքների եւ իրենց բարեկամների, ընկերների ողբերգությունն է, դա ահավոր ազդեցություն է ունենում կոնկրետ, եթե խոսում ենք բանակում մահերի մասին, դա ազդում է այն հասարակության վրա այն առումով, որ բանակ տանելը միշտ ընկալվում է որպես կյանքին ուղղակի վտանգ։ Անվտանգության երկրի պետության անվտանգության խոսացողների խոսքին հնարավոր չի հավատալ, որովհետև կրկնում եմ, կարևորագույն նշանակություն ունի, թե ինչպես է պետությունը արձագանքում, ինչ միջոցառումներ է ձեռնարկում մահի դեպքում, լինի դա բանակում, որը կրկնում եմ, նշանակում է, որ օրից օր իջնում է պետության անվտանգության աստիճանը եւ լինի դա քրեակատարողականներում սոցիումի վրա դա ահավոր ազդեցություն է ունենում, ել չեմ ասում, որ վերաբերմունքը քրեակատարողական այդ հիմնարկներում բազմիցս արդեն հնչեցվել է, որ հերու է մարդասիրական նորմերից, իսկ մարդասիրական վերաբերմունքը քրեակատարողականներում անպայման պարտադիր պայման է եւ պարտադիր պատասխանատվությունն է այս իշխանությունների։ Ալավերդյան 3 դեսպանության մոտ ես ձեր խոսքն էի լսում, որտեղ տեսական այ ոստիկաններին վերել էսպես լսրել էին,
Դուք ասացիք ես հանցագործ չեմ, ես զենք չունեմ, որ դուք այդպես եկել եք դիմացեք կամ ինձ ինչ-որ բան կանգարում։ Ես կխնդրեմ նաև այս մասով ձեր տեսակետը եւ ամեն դեպքում նորից գալով Արեգնաս Մանուկյանին ես առանձնակի դաշնակցությունը կնոջ նկատմամբ այն իրականության մեջ, երբ Նիկոլ Փաշինյանի երեխաների մայրը Աննա Հակոբյանը խոսում է կանանց նկատմամբ բռնությունից։ Արդյոք սա բռնության ամենատիպիկ օրինակը չէ։ Դա օրինակն է, բայց կներեք ես չեմ անդրադառնալու որևէ մի պետական գործչի կանանց կնոջ ասացին կամ գործողությունների։ Գիտեք, դա իմ արժանապատվությունից ցածր է։ Ես չեմ հասկանում, մի բաժանվում են, մի միավորվում են, հիմա կինն է, թե կինը չի եւ այլն, բայց դա կներեք, դա է մեր քննարկման թեման։ Դա պետք է մեզ հուզի։ Ով է այդ տիկինը, ինչ մասնագիտական, ինչ փորձ ունի, ինչ դրական գործ է արել այս երկրի եւ ժողովրդի համար։ Ես բացարձակապես տրամադրված չեմ խոսել եւ մեկնաբանել այդ անձնավորության որևէ արտահայտությունները կամ իր այդպես ասած եսակենտրոն եւ ինքնահիացմունքով այդպես շաղաղված իր այսպես ասած վարկը։ Ես ուրիշ խնդիր է, այո, խնդիր մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում, ինչքան էլ տարօրինակ է, որ ուժային եւ իրավապահ մարմինների ղեկավարության մեջ ընդգրկված են կանայք, հենց այդ կանանց ընդգրկումով ավելի դաժան վերաբերմունք կանանց հանդեպ, քան հիմա է, մենք չենք ունեցել։ Կարելի է վիճարկել ցանկացած բան, բայց ոչ այդ։ Դա առաջինը։ Երկրորդը դաժան վերաբերմունքը, որը ցուցադրվում է, դա զուտ սադիզմի դրսևորում չէ, որ մենք խոսենք սադիստական հակումների մասին։ Դա քաղաքականություն է, դա հասարակության ամբողջ հասարակության նսեմացմանն ուղղված վախի մթնոլորտ ստեղծելու եւ այո առանձին անձանց օրինակով ցույց տալ, որ մեր դեմ խաղ չկա եւ ինչ կուզենք կանենք։ Կներեք այսօրվա ասում եմ կարկառուն դեմքերը իրենց միջև անգամ նստելու ձևը, խոսալու ոճը եւ այլն, կարծես թե իրենք ոչ թե պաշտոնատար են, քաղաքական գործիչ են, այլ օրենքով փող խոսնակ, օրենքով քրեական ինչ-որ մի կազմակերպության կամ հաստատության ղեկավար կամ ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը պահում է իրեն, կրկնում եմ, միջև անգամ օրենքով գողերը այդպես իրենց չեն պահում, իսկ ահա օրենքով այդ պաշտոնները զբաղեցնող անձիկ իրենց պահում են գռեհիկ, իրենց պահում են հակաօրինական, նրանք խախտում են օրենքների ուղղակի նորմերը, էլ չեմ ասում վարքի մասին։ Ես գիտեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ամիսներ առաջ ընդունել է ինչ-որ մի կանոնադրություն, որտեղ որ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել եւ այդ վարքին ընդհանրապես վերաբերմունքը ոչ միայն իրար մեջ, այլև քաղաքացիների եւ մասնավորապես ազգային ժողովում եւ իրենց պաշտոնները զբաղեցնելու վայրերում։ Ինչ ենք մենք տեսնում։ Փողոցային մշակույթ կներեք պետք է դա ասեմ, որովհետեւ գոյություն ունի այդպիսի հակասոցիալական տարրերը ունեն իրենց հատուկ թե բառապաշարը եւ թե կեցվածքը ներողություն ուղղակի ես խոսքի վրա խնդիր չկա, այո։ Ներողություն եմ խնդրում ձեզ որ պետք է կոպիտ ասած տիպեք սա լսեք, ուղղակի իրենք հիմա խոսում են բարեկարգության մասին, էթիկայի մասին, 1 րոպե խնդրեմ։ Դե դեմպացնեի սավի։ Ամբարականի վաստակը չի կարելի դե բավական այլի սահազգային ժողովը։
ապրիլի սկզբին Կասկադում զբոսնելիս իրեն դավաճան անվանելու համար թեքել էր քաղաքացու վրա։ Արեն Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավորների դժգոհություններին ի պատասխան սպառնաց թքել։ Կտանեք դաջեք ձեր ճակատների, Ռոբերտ Քոշյանի ճակատին առաջին դաջեք, Պարոն Օվանյան, դուք դաստիարակություն ստացել եք։ Խնդրեմ, ով է դաստիարակությունները խոսում։ Ստացել են հենց այդպիսի դաստիարակություն է ստացել։ Մենք բոլորս դաստիարակությունը հասկանում ենք բարեկրթական նորմերի, պես ասած, հունի մեջ դաստիարակություն։ Որ աշկերտվեց խոսքով, Սեյրան Օհանյանին է ասում։ Դե ես ահա անգամ դա, այսինքն ես էլի պետք է կրկնեմ, դաստիարակության մասին իրենց պատկերացումները ամբողջովին աղավաղված են։ Գիտեք, ես ասեցի փողոցային մշակույթ եւ այս կադրերը ամոթալի եւ կներեք զզվելի ուղղակի էլի։ Ես խորհում եմ այդ նկարահանումները չգամ նայելու, էլի չեմ ասում կրկնակի նայելու։ Ես էլի եմ ասում, այդ փողոցից բերած եւ պատահական չի, որ հիմա մենք ավելի շատ ունենք դանակահարումներ, ինչ-որ կռիվներ փողոցում եւ այլն եւ քաղաքացիների միջեւ, որովհետեւ այդպիսի օրինակը հենց այնպես չի անցնում։ Ես պետք է հիշեցնեմ մեծն խորենացու ասածը, որը ասել է ցանկացած բացասական երևույթ իշխանությունների մեջ հազարապատիկ արտահայտվում է ժողովրդի մեջ։ Եվ մենք այսօր միջև անգամ կարող ենք ասել, որ ունենք եւ վիճակագրություն այդպիսի դեպքերի, պես ասած, աճի, թվի աճի մասին։ Հիմա այն ինչ որ դա ստեղ ցույց տվեցին, խոսում են նրա մասին, որ դա ոչ թե պատահական պորտկում է գրեհիկ ինչ-որ մի գրեհիկություն է, ինչ-որ պատահական մի բան է, մարդ է պես լցվել է հոգին եւ ինքը արտահայտում, ոչ, դա հենց այս մշակույթ կներեք պետք է ասեմ ճակերտներով, բերվում է եւ սերմանվում է եւ հատուկ է դա արվում։ Շատերը կարծում են, որ դա պատահական է, դա այդպես չի։ Նրանք ուզում են իջեցնել հայ քաղաքակիրթ ժողովրդի պատկերը ամենօրյա իրենց կեցվածքը, ուզում են վերածել անկիրթ ցեղերի նմանակով։ Եվ դա եւս քաղաքականություն է։ Այդպես չի, որ օրինակի համար նրանք այդպես են իրենց պահում Եվրոպայում։ Եվրոպայում չեն պահում, չէ՞ այդպես իրենց։ Ալիևի հետ չի պահում, չէ՞ Նիկոլ Փաշինյանները, այսինքն ինքը գիտի, չէ՞, զուսպ պահելը եւ ինչու է պետք։ Ինչու են իրենք անզուսպ Հայաստանում եւ ժողովրդի Դե կա նաև տեսակետ, որ իրենք դուրսը չեն կարողանում պատասխանը տալ, այդպես ասենք, հա, իրենց այդ կզած վիճակում են պահել եւ ամբողջությամբ այդ իրենց Գիտեք, ես համաձայն չեմ, կներեք, շատերն են ասում, իրենց ստիպում են, իրենց կզածում, բացարձակապես այդ մարդիկ այդ այսպես ասած հակահայկական գաղափարախոսության կրողներ եւ շատ անգամ իրենք են նախաձեռնում այն գործողությունները, որոնք հետագայում լինի Ադրբեջանը կամ Թուրքիան կամ Եվրոպան իրականացնում են Հայաստանում եւ դարձնում են եւ վերաբերվում են հայ ժողովրդին ինչպես ամենավերջի դասի ոչ թե զարգացող երկրներ, որ ասում են երրորդ խմբի, այլ դրանից էլ ավելի ցածր ասում են, որ ամեն ինչ դիմանում, ամեն ինչին դիմանում են ավելին, նրանք սիրում են այս որոնց բոլորի մասին չի խոսքը, այլ նրանց ովքեր որ հոժար կամքով, ես չեմ ասում նկարած թվերը, ես չեմ ասում պարտադրված քվեարկողները, ես ասում եմ նրանց, ովքեր սիրով քվեարկում են, ընտրում են այս
փողոցային էլի եմ ասում կեցվածքով եւ փողոցային բարապաշարով իրար հետ Հայաստանի մեջ եւ Հայաստանի քաղաքացիների եւ Հայաստանի բնակիչների էլ չեմ ասում Արցախի բնակիչների Մենք անպայման դրան կգանք, ուղղակի մի հատ էլ ուզում եմ ազգային ժողովի նախկին նախագահ, հիմա աղք քարտուղար Ալեն Սիմոնյանը, տեսեք ինչ էր գրել վերջերս, ԱԺ ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները անունները չեմ գրում, քանզի դրանք ձեզ ոչինչ չեն ասի։ Մինչ օրս կռիվ են տալիս ԱԺ դահլիճի իմ շողքի հետ, բայց շատ ներողություն, բայց թքիցս վերև չեն կարողանում միևնույն է բարձրանալ։ Այս փոքրիկ ծաղրածուները, ովքեր իրենց անգրագետ շեֆերի փողերի եւ հայ ժողովրդին մոլորեցնելու միջոցով դեպուտատ են դարձել, պետք է հասկանան ամեն անգամ նման բաներից հետո տրորելու են ոչ միայն իրենց, առաջին հերթին իրենց օտարերկրյա գործակալ անգրագետ շեֆերին։ Դուք նույնիսկ իմ շողքի հետ բանավիճելու եւ ոտք գցելու ոչ խելք, ոչ գիտելիք ունեք, վերընկեք ձեր տեղը, խնդրեմ, այսպեսի խայտարակ բառապաշարով։ Ես ուզում եմ ասել, ինչ պետք է ավելացնեմ, մարդու ոչ թե ինտելեկտը, մարդու ուղղակի զզվանք է գալիս լսելուց։ Ես դրա համար կներեք, էլի չեմ լսում, չեմ նայում, ես ավելի շատ հետո ընթերցում եմ այն ինչ որ գրված է, էլի համբերություն է պահանջվում, բայց բոլոր դեպքերում նայել եւ տեսնել, ահա այդ պատկերը մարդկային դեմքը կորցրած քաղաքակրթությունից եւ կրթությունից հեռու բավական է նշել, որ շատերը ուղղակի թվաբանություն չգիտեն, արդեն լրագրողներից մեկը, եթե չեմ սխալվում, Սարգսյանը նշել է, որ պատգամավորներից մեկը խայտարակ հայտարարություն է արել, որ կրթական մակարդակով, կրթական այդ ոլորտում պետությունը ծախսում է ամեն մի աշակերտի վրա 20 միլիոն դրամ։ Հաշվարկը ցույց է տվել, որ այդ ամենը բոլորը կազմում է 8 տրիլիոն դրամ, այնինչ Հայաստանի Հանրապետության բյուջեն ընդամենը 3 տրիլիոնից մի քիչ ավել է։ Ինչ եք ուզում, ինչ ենք սպասում։ Ես ինքս կրկնում եմ, ոչ թե զարմանում եմ, այլ խորշում եմ, զզվում եմ այդպիսի ոչ միայն արտահայտություններից, այլ անձերից, ովքեր որ ցավակցում եմ իրենց, չեն ստացել մանկությունից այն դաստիարակությունը, որը պահանջվում է։ Հիշեք այդ նույն աղքի այդ գլխավոր քարտուղարի մոր կեցվածքը, ցույց տալը եւ այլն, ինչ եք ուզում, ուզում եմ ասեմ, դա այդպիսի արտահայտություններ շատ կներեք, ես իմ տարիքում առաջի անգամ եմ լսում։ Ինչի ես պետք է լսեմ։ Ես հիմա ինչի ես պետք է զոհը դլինեմ այդ հոգեբանական, իհարկե, հոգեբանական այդպիսի ճնշումների, նվաստացումների, որոնց որ ենթարկվում են Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ահա այդ փողոցային ամենացածր մակարդակի հակասոցիալական տարերին ներհատուկ այդ բառապաշարը։ Դա հիմա փաստորեն կրկնում եմ, դա պատահական չէ, դա ցույց են տալիս, որ ամեն ինչ ոչ միայն իրենց է կարելի, այլ նրանց ոգևորում են մնացածներին եւ ժողովրդի մեջ ամենատահաս եւ ամենաանկիրթ, ամենաանդաստիրակ խավը ոգևորվում է, կրկնում է եւ բազմապատկում է այդ գրեհիկ եւ ես կասեի, դե հիմա օրենքի մասին դժվար է ընդհանրապես խոսել, այդ աստիճանին այդ պաշտոնը զբաղեցնող անձը խախտում է բոլոր նորմերը, որոնք որ նշված են եւ օրենքի մեջ։ Մի տեսանյութ եմ ուզում դուք լսեք Տիկին Ալավերդյան, 3 քպական պատգամավոր Արայիկ Հարությունյանը ինչ հարց է տալիս ծնունդով արցախցի Արեգա Հոսեփյանին։ Ամենակիչն է սպասում, որ էլի կոմբայն են հիշելու, բայց ձեզ մի հարց ունեմ, ձեզ Տիկին Հովսեփյան, ինչպես եք դուք վերաբերում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը, որպեսզի իմ ու ձեր միջև կոմունիկացիոն խնդիրներ չառաջանան, հիմա շատ հստակ ասեմ դա ինչ է, որ հետո չխեղաթյուրեք։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի քառակով հանդիպումը, որտեղ ընդունվել է համատեղ հայտարարություն։ Եվ ըստ այդ հայտարարության Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 91 թվականի Ալմատիի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Հիմա վնիմание вопрос. Ինչպես եք վերաբերում այս հայտարարությանը։ Ես կարող եմ ավելի որպեսզի կոմունիկացիոն խնդիրը չլինի, դուք ճիշտ կարող եմ մեկնաբանել, արդյոք ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում, այդ է ձեր հարցադրումը։ Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ես ճանաչում եմ այնտեղ, որտեղ ես ծնվել եմ, ես ճանաչում եմ այն ծննդավայրը, որտեղ որ ես մեծացել եմ, որտեղ որ ես ամուսնացել եմ, որտեղ որ գտնվում են իմ ապուպավերի, իմ հոր գերեզմանը, ես ճանաչում եմ դա, ճանաչում եմ երբեք չեմ մոռանալու, ինչպես որ չեն մոռանալու 120,000-ը, ավելի ինչպես որ չեն մոռանալու շատ հայեր։ Այնպես որ ես միշտ հարց է առաջանում ինձ մոտ, ինչ է զգում հայը, երբ որ նման հարցադրում է անում Արցախցուն, Արցախահային, արդյոք նա ճանաչում է Արցախը Ադրբեջանը, ինչ նպատակով է դա հարցնում, ցավացնելու։ Գիտեք, ձեր հարցերը բաղուց չեն կարող ինձ ցավացնել, ես տեսել եմ Արցախի անկումը, ավելին, դրանից ես ավելի եմ իմ դիմադրողականությունը բարձրացել, բայց ցավացնում է, գիտեք ինչը, այդ հիշողությունները, շնորհակալ եմ։ Եվ այստեղ որպես շարունակություն նաև Արեգա Հովսեփյանին հարցնում է, բա որ այդպես արցախցի եք, ինչու եք Հայաստանում աշխատում, ԱԳՆ-ում, այսպես Արեգան հստակ պատասխանը տալիս է եւ նաև ասում, այլ կերպ ասած, դուք ուզում եք ասել, ինչու չեք զոհվել։ Հիշում եք, չէ՞, Նիկոլ Փաշինյանը ինչպես էր բղավում Արցախցու վրա, ինչի չես մեռել, ինչի չես զոհվել, արա։ Ինչպես ես ասացի, այս թիմը մահաբեր է եւ ոչ միայն պատերազմում մահերը մասին է խոսքը, այլև ահա եւ իմ նշмарած այն դեպքերը եւ ահա այսպիսի արտահայտությունները, այսինքն տենչում են մահ, իրենց համար բոլորովին ինչ որ մի զգացում չի առաջացնում երկու սուտ մի նախադասության մեջ, առաջինը որ ճանաչվել է, որովհետեւ ՄԱԿ-ի կանոնադրությունն է դա պահանջում, եւ երկրորդը որ Ալմատայի այդ հռչակագիրը ամոթ խոսքը ափսոս է ձեզ դա հատուկ չարամտորեն խեղում եք եւ ամբողջովին այլասերված ձևով ներկայացնում այդ երկու փաստաթղթերը Ծիծաղելի է միջև անգամ որևէ գրագետ մարդու համար, որ դուք բերում եք որպես հիմք այդպիսի խայտարակ հայտարարությանը, որ Արցախը դա Ադրբեջանի մաս եք ճանաչում, դուք ովքեր եք, որ դուք ճանաչեք, պատմությունը ամբողջ ցույց է տվել, ով է եւ ինչ է, ում պատկանում, դուք այդ հայտարարությունը կրկնում եմ, դա ձեր նախաձեռնությունն է, ոչ ՄԱԿ-ի կանոնադրությունն է դա պահանջում, ոչ էլ ձեր կողմից աղավաղված մեկ է, ինչքան էլ դուք աղավաղեք, Ալմատայի հռչակագիրը, թողնում եմ մի կողմ, որ դուք հռչակագիրն եք մեջ բերում, այլ ոչ թե համաձայնությունը, թողնում եմ դա մի կողմ, ձեզ դա հասանելի չի այդ մանրուքները, բայց Ալմատայի այդ հռչակագրի մեջ չկա գրած որևէ մի բան, որը հիմք լինի ձեր դավադիր եւ ձեր չարամտորեն արված հայտարարությունը, այն է, որ Ադրբեջանի մաս եք ճանաչում, դուք չեք ասել, որ դա մաս է ընդհանրապես, դա դուք եք ճանաչում, ձեր ճանաչումից Արցախը չի դառնում Ադրբեջանի մաս, Ադրբեջանը
ավելի երիտասարդ պետություն է, քան Անգլիայի ֆուտբոլի թիմը, իսկ Արցախը հազարամյակների պատմություն ունեցող եւ այդ պատմությունը արտացոլված է փաստաթղթերում, փաստագրություններում, նկարներում եւ այլն։ Դուք կարող եք, կրկնում եմ, դա դուք եք ճանաչել եւ ցեղասպանական ագրեսիա իրականացրած Ադրբեջանը ընդունել է եւ ձեր այդ մեջբերումը, որ այնտեղ եղել է Մակրոնը, Միշելը ուր է հիմա, Մակրոնը հեսա մի քանի ամսից հետո ուր է լինելու, դուք ինչի եք ուզում, այսպես ասած, անձրևանոցի նման, զոնտիկի նման պահեք ձեր գլխին այդ անունները, ինչ է այդ անունները մեզ վրա պետք է հիպնոզացնեն ու մենք պետք է ապշենք, ասենք, դե որ եթե Մակրոնն ու Միշելը եւս ճանաչել են, դե ճանաչեք ինչքան ուզում եք, դա ձեր անգրագիտության, ձեր դավադիր դիրքորոշման եւ քաղաքականության արտացոլումն է, դա բացարձակապես չի համապատասխանում ոչ պատմական, ոչ իրավական, ոչ էլ իրական վիճակներին, ձեր այդ իրական Հայաստանը, կրկնում եմ, անիրավական է, դուք դրա համար եք վախենում, ասեք իրավական Հայաստան ենք ուզում կառուցել, դուք ասում եք իրական, այսինքն այն, ինչին դուք ձգտում եք, դուք, Ալիևը ինչ է անում, Թուրքիան ինչ է անում, բոլորս գիտեք, նրանք ունեն ցեղասպանական ռազմավարություն, նրանք իրենց ռազմավարության եւ գործողությունների արդյունքում ամբողջովին հայաթափել են, գրեթե ամբողջովին հայաթափել են Արևմտյան Հայաստանը, այդ տարածքը դարձրել են Թուրքիա, նույնը անում է Ադրբեջանը իրեն չպատկանող տարածքները յուրացնելով, այդ բոլորը հայտնի է, դա կրկնում եմ, ագրեսիվ, ցեղասպանական քաղաքականություն է, որի նպատակն է տիրանալ իրենց չպատկանող հողերին եւ այդ ընթացքում ուղղակի դուրս մղել, հնարավորին չափ շատ սպանել եւ ոչնչացնել հայ ազգը ոչ միայն ինչպես պետական ազգ, այլև ֆիզիկապես։ Դա Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությունն է եւ ռազմավարությունը։ Եվ դրա մասին իրենք ասում են բաց։ Ինչ վերաբերվում է այս թիմին, ապա այդ ամբողջի հետ համաձայնողները նախաձեռնողականություն են ցուցադրում որոշ հարցերում եւ պարծենում դրանով, բայց տեղը ընկած տեղը արդարացնում են նրանով, որ Պուտինն է ասել, Մակրոնն է ասել, Միշելն է ասել, հայերը, Արցախի հայերը չեն մեռել այնտեղ, չեն զոհվել, չեն թողել, որ իրենք մնան, իրենց երեխաները մնան այդ ռմբակոծումների ներքո եւ այլն։ Դա կրկնում եմ, տմարդու կեցվածք է, երբ որ հարցնում է տիկինը, դուք ինչի համար եք հարցնում, ես այլ ձևով ուղղակի կբնութագրեի, այդպիսի հարց մարդկային, այլ չեմ ասում մարդասիրական բնույթի չէ, դա տմարդկային արտահայտություն է եւ համապատասխան թիմը ամբողջովին համաձայն է այդպիսի տմարդուն ներհատուկ լինի հարցի, լինի այլ հայտարարությունների։ Եվ Բաքվում շարունակում են խոշտանգվել մեր հայրենակիցները, երեկ էլ Դավիթ Բաբայանն էր ձայնային խոսքի փոխանցել, Յուզերն հրապարակեց, մի նախադասություն ընդհանրապես նստած ենք, բայց ծնկաչոք չենք, եւ դիմում էր իրավապաշտպաններին աշխարհի բոլորին, խնդրեմ նաև մեր թերիներին։ Շնորհակալություն։ Գիտեք, հարցը այն է, որ ես ինձ բախտ է վիճակվել բոլորի հետ աշխատել, ոչ միայն ծանոթ լինել, ես ծանոթ եմ այդ մարդկային տեսակի հետ, որի պատճառով է ես ասել եմ արցախցիները մարմնավորում են հայ ազգի լավագույն որակները։
Ես կրկնում եմ, դա վերին աստիճանի ներհատուկ է եւ Բաբայանի խոսքերը ամբողջովին համապատասխանում են իրենց էությանը, իրենց այն հոգու վիճակին։ Տեսեք, որ կարելի է լինել Ադրբեջանում անազատության մեջ եւ ծնկաչոք չլինել, եւ կարող է ֆիզիկապես, այսպես ասած, ազատության մեջ լինել եւ ծնկաչոք մնալ ոչ միայն ադրբեջանական եւ թուրքական քաղաքական գործիչների արչեւ, ոչ միայն ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները այսպես ներկայացնող, այսպես ասած, եվրոպական ներկայացուցիչներին, այլ ուղղակի իրենք այդ տեսակն են, ծնկաչոք են, դա ոչ թե ծնկի են, այսպես ընկնում, որ ինչ-որ մի բան ապացուցեն, դրանք այդ են, եւ ֆիզիկական, այդ ֆիզիկապես իրենց այդ ազատությունը բացարձակապես չի խոսում իրենց հոգու, մտքի խղճի, որը կրկնում եմ երևի թե ընդհանրապես չկա ազատության մասին, եւ ես Եվս մեկ անգամ իմ խոնարհումն եմ արտահայտում բոլոր այն մեր հայրենիներին, որոնք որ գտնվում են այսօր Ադրբեջանում որպես քաղաքական պատանդ, խոսքը չի գնում միայն ռազմաքաղաքական ղեկավարության մասին Արցախի հանրապետության, այլև բոլոր մնացածներին, ովքեր կրկնում են, այնտեղ են պահվում ինչպես քաղաքական պատանդներ եւ ես հիշեցնեմ, որ Էրդողանի տիկինը ինչպես էր դաստիարակում կներեք, ասում էր, որ դուք պետք է օգտագործեք այդ մարդկանց զուտ քաղաքական նպատակներին հասնելու համար։ Այդպես մոդայիկա երևի կարող է պատահի այս տիկինը, որի մասին դուք ասում եք, օրինակ է վերցնում Էրդողանի տիկնոջից, որ ուզում է դաստիարակի հայ ազգին։ Այսպիսով ես պետք է ասեմ, որ եւս մեկ անգամ ես հիացած եմ, ոչ թե կոչ եմ անում, այլ հիացած եմ այդ կեցվածքով, որը որ պահում են, որը անելանելի, անմարդկային վիճակում կարողանում են պահպանել մեր հայրենիները եւ խորշում եմ այն տեսակից, որով հանդես են գալիս օրվա իշխանության կարկառուն դեմքերը։ Մի տեսեք ով է խոսում, մի տեսեք ով է խոսում, մի տեսեք տարիներ շարունակ նախ եւ առաջ սկզբից կրթության նախարար ամբողջովին իրեն խայտարակ անելով հասարակության մեջ, հետո տարիներ շարունակ այսպես վարչապետի աշխատակազմի ղեկավար եւ բոլոր այն մեղքերը, բոլոր այն գործողությունները, որոնց մեջ հստակ կան ամենածանր հանցագործությունների հատկանիշները, ամեն ինչի մասնակից է այդ անձը եւ այսօր ինքը դեռ ինչպես ասում են 30-ի մտնստած է ազգային ժողովում, դարձնելով ազգային ժողովը ապազգային ժողով կամ այլ ազգային վայր եւ կարծես թե այդ բոլորը մեզ պետք է եւս մեկ անգամ հիշեցնի, եկեք արթուն մնանք, եկեք մենք ինքներս փորձենք անել այն, ինչը իշխանությունը զավթած այդ թիմը չի անելու եւ անելու է խիստ հակառակը, դիմադրելը այսօր պատիվ է, դիմադրությունը դա միակ ձևն է արժանապատիվ մարդու ապրելու եւ շարունակելու իր գործունեությունը ամենատարբեր ոլորտներում, այդպես չի, որ պետք է անպայման դուրս գաք փողոց եւ ինչ որ ձեր բողոք արտահայտեք, դա պարտադիր չէ, գիտեք բողոքելու այնքան բան կա, ես շարունակում եմ ստանալ ամեն օր ինձ զանգում են տարբեր մարդու իրավունքների տարբեր ոտնահարումներով, սկսած զորակոչների, սոցիալական իրավունքների, վերջապես զրկում են ընդհանրապես նպաստներից հիվանդ երեխա ունեցողների եւ այլն, այսինքն ես ամեն օր ստանում եմ այդպիսի զանգեր, որոնք բողոքում են։ Զբաղվեք դրանով, ես կոչ եմ անում ոչ թե այդ դեմքերին, որոնք կյանքում
ոչ մի բան չեն արել դրական։ Ես խոսում եմ հիմա այն միջին օղակի հետ, որևէ մեկը չկասկածի, միշտ հարգանքով եմ վերաբերվել միջին օղակին, որոնց շնորհիվ դեռ երկիրը կարողանում է, այսպես ասած, գոյատևել։ Եվ ես ունեմ լեփլեցուն դրական օրինակներ, լինի դա միասնական սոցիալական ծառայության առանձին աշխատողներ, լինի դա կոնկրետ Արմավիրի բժշկական կենտրոն, լինի դա այլ, ես զբաղվում եմ ամենատարբեր հարցերով եւ կրկնում եմ, եթե չլինեին այդ միջին օղակի նվիրյալ մարդիկ, երկիրը վաղուց կփլուզվեր, այն ինչ որ ծրագրում են այս իշխանությունները կիրականացվեր օր առաջ եւ ես կրկնում եմ միայն շնորհիվ այդ միջին օղակի մենք գոյատևում ենք որպես պետություն ես շնորհակալ եմ բոլոր այդ անձանց եւ բոլոր նրանք ովքեր որ չեն տեսնում իրենց տեղը այս օր հասական պահին ես ելի եմ հորդորում եմ մի կրացեք, մի ծնկաչոք եղեք, օրինակ վերցրեք Ադրբեջանում անազատության մեջ ահավոր վիճակում գտնվող անձանցից, օրինակ վերցրեք Հայաստանում քաղ բանտարկյալներից, նույն Արեգնազ Մանուկյանից, ամոթ բոլորի ընդհանրապես խոսք չկա, դաժան վերաբերմունքը դա մի Այսպես ոչ մի բան չասող բան է համեմատությամբ այն կողմնորոշ այն հրամանի այն կարգադրության որը տվել են այդ ոլորտի ղեկավարները դուք ընդհանրապես մարդկային որևէ զգացում ունեք ինչն է որն է օրինական որ հիմքն է որով դուք զրկել եք մոր հանդիպումները երեխայի հետ։ Կա այդպիսի օրինական հիմք, չկա։ Դա ոչ միայն անօրինական է, դա անբարոյական է, անմարդկային է։ Եվ ահա այդ թիմի, այդպիսի որակներ կրող թիմի ներկայացուցիչը կարկառուն, իրեն թույլ է տալիս ինչ որ պես, չգիտեմ, կոկետությամբ իր իմացածով սուր եւ խոցող հարց տալ, ձեր հարցնել, ձեր միտքնել, ձեր ամբողջ էություննել խոսում է նրա մասին, որ դուք չունեք մարդկային արժանապատվությանը հարիր որակներ, դա տմարդուն հարիր, տմարդուն բնութագրող այդպիսի որակներն են։ Ես ցանկանում եմ ձեզ երկար կյանք կարող է այդ երկար կյանքում կարողանաք վերջապես հասկանալ, թե դուք ինչ բարոյական անդունդի մեջ եք եւ ուր եք տանում ամբողջ ժողովուրդը։ Եվ վերջում Տիկին Արարատյան, մեր նախնական զրույցում ասացիք մի թեմա կա, որի մասին ուզում եք անպայման ահազանգել, դա այն է, որ COP17-ն է Հայաստանում անցկացվելու բնապահպանության թեմայով, բայց Հայաստանում այսօր բարեբուն իմաստով բնապահպանական աղետ է, ինչի մասին է խոսում։ Գիտեք, ես կթողնեմ բոլոր մնացած այն բողոքները, որոնք էլի կրկնում եմ, ես ստանում եմ։ Ես կխոսեմ միայն մի բանի մասին։ Հենց COP17-ը նախապատրաստական աշխատանքների մասին, որոնք որ տրվել են մի Մերիդիան անվանումով մի կազմակերպության, որը հենց այսօր քանդելով բնությունը եւ աղավաղելով Հրազդանի կիրճի եւ Հրազդանի ձորը ամբողջովին հակասում է այն նպատակներին, որոնք հնչեցվում են COP17-ի կողմից։ Գիտեք, արդեն առաջի անգամ չէ, որ ինչին անդրադառնում է այդ թիմը, պղծվում է եւ տվյալ դեպքում ուրեմն բնապահպանական նպատակներով այդ կոնֆերանսը, որը պետք է տեղի ունենա, դրա նախապատրաստական աշխատանքների ժամանակ տեղի են ունենում բնականդման այդպիսի գործողություններ, ավելին, համապատասխան կազմակերպությունները դիմել են պատկան մարմիններին, ստացել են, ես կասեի, այնպիսի լղոզված պատասխաններ, որը ես կարող եմ բնութագրել, ինչպես երկրում տեր չկա,
Երկրում բնության տեր չկա, այն մեկը մասնավոր է, այս մեկը հլա չգիտենք ոնց հաշվարկենք, այն մեկը պետք է դիմեք ուրիշին, ես էլի եմ ասում, դա ահազանգը ես այսօր հնչեցնում եմ զուտ որպես սկիզբ, ես կոչ եմ անում շատ ԶԼՄ-ներին ուղղակի հրավիրել այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին, ես կտրամադրեմ որոշների հեռախոսները, որ դուք լսեք ամբողջովին այդ գաղափարը միջազգային այդ կոնֆերանսի գաղափարը ամբողջովին աղավաղով դա Ալմատայի հռչակագրի նման ամբողջովին աղավաղվում է էությունը այդ կոնֆերանսի եւ նախապատրաստական աշխատանքները դրանց մասին են խոսում ես այսօր ինչպես որ իրենք են անում այդ կազմակերպությունները դիմել են տարբեր պատկան ես չեմ դիմելու այդ պատկան մարմիններին նրանք ինձնից լավ գիտեն ինչ պետք է անեն նրանք չեն անում ես հիշեցնեմ մարդու իրավունքները այդ թվում էկոլոգիական իրավունքները այսինքն ունենալ առողջ շրջակա միջավայր այդ էլ է մարդու իրավունք նրանք ոտնահարվում են միայն ոչ միայն սխալ գործողություններով որոնք որ տեղի են ունենում այդ մերիդիան կազմակերպության կողմից այլև անգործությամբ որը դրսևորում են Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները ես ամբողջովին իմ համերաշխությունն եմ հայտնում այդ պայքարող բնապահպան կազմակերպությունների հետ եւ հույսով եմ որ իրենք կհիշեն ու կպահանջեն միջազգային հանրությունից եւ Հայաստանի Հանրապետության այս թիմից մի շատ կարեւոր բան ցանկացած խոշոր գործողություններ որոնք տեղի են ունենում եւ փոփոխում են բնությունը պարտադիր պետք է հայտնվեն հասարակական վերահսկողության ներքո այնինչ միջև անգամ երբ որ հետքի թերթը ինչքան ես պես տեղյակ եմ փորձել են այդտեղ նկարահանում անել իրենց թույլ չեն տվել ես ասում եմ նորից եմ ասում եւ միջազգային նորմերը եւ պետական օրենքը պահանջում է որ այդպիսի դեպքերում հասարակական վերահսկողությունը այսպես հասարակության կներեք քաղցր աչքը անպայման այդտեղ լինի ու չի կարելի քողարկել որ կոպ 17-ը տեսեք մենք Բաքվից հետո Երևանն է ընտրվել միայն դրանով դուք արդարացնեք բնության քայքայումը այն էլ այնպիսի վայրում ինչպիսին է Հրազդանի այդ ձորի կիրճը որը ճանաչված է իդեպ օրենքը ընդունվել է ոչ այդքան վաղուց ճանաչվել է որպես պետական պաշտպանության ներքո գտնվող տարածք Եվ վերջին հարց Տիկին Ալավերդյան, գերիներից մենք խոսեցինք, բայց տեսեք, որպես ես իշխանությունը արդարացնի իրենց անգործությունը, Արփի Դավոյանը վերջերս ազգային ժողովում ասում է, դուք գիտեք առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերիներ 10 տարի անգամ գերիների չեն վերադարձել։ Գիտեք, ինչ որ մեկի աչքով ընկել է ինչ որ հոդված Եվ նա դա տեսել է, ուրիշ ոչ մի բան, որովհետև այդ թիմը հնդածս ինչ որ բաների ընթերցում եւ այդտեղից մեջբերումներ անում դա ես կարծում եմ ես չգիտեմ որ մեկի աչքով է ընկել եւ դա հիմա հնչեցվում է դա մեկ բայց ավելին ինչ որ մի падգամավոր դեռ համեմատել է մեր գերիներին Ադրբեջանում նացիստների հետ եւ դա եւ կրկնում եմ ես դա վերին աստիճանի ինչպես բնութագրող եմ համարում այդ անձանց հասկանում եք նացիստները իդեպ նրանք որ իրոք նացիստներ են եղել մեղադրում էին դիմադրողներին նացիզմի մեջ որովհետև նրանք պայքարում էին իրենց գործողությունների դեմ դա էլի պատմության մեջ հայտնի իրավիճակ է այնպես որ այդ կիսագրագետ այդ թիմի ներկայացուցիչներին հատուկ ներհատուկ այդպիսի գործողությունները ինչ չեն զարմացնում ես կցանկանայի որ հասարակությունը առաջինը չհավատար այդպիսի հիմարությունների ուրիշ բան խոսք չեմ գտնում եթե նեղանան ներողություն եմ խնդրում որտեղ իրենց ասածների դեմ դիմաց իմ ասածը կարելի ասել գրեթե մեղմ արտահայտություն է եւ կցանկանայի որ հասարակության մեջ Ալենը ժամանակին ասաց
Այո, Անժելա ջան, դա իրենց տհասության մասին է խոսքում։ Ես չեմ խոսում նրանց մասին։ Ես ազդվում եմ այն փաստից, որ հասարակության մեջ տարածվում է այդ կովիդից ավելի սարսափելի վարակը։ Կրկնում եմ, իրենց գիտելիքը, ոչ իրենց բարոյական կերպարը չի համապատասխանում այն պաշտոններին, որոնք իրենք գրավում են։ Հիմա դրա համար հասարակությունը եւ քաղաքացիական հասարակության նոր տարեր կա, ես ողջունում եմ բոլորին, պետք է անեն այն, ինչ որ իշխանությունը ոչ թե չի կարողանում, ոչ թե չգիտի, այլ հատուկ անում է հակառակը եւ էլի նույն բանաձևը կրկնելու եմ։ Այս թիմը 2018 թվականին եկել է երկու միասնական նպատակներ իրականացնելու համար։ Արցախը օր առաջ բռնակցել Ադրբեջանին, ինչը իրենք եւ պարծենում են դրանով, դեր մի բան էլ հիմնավորում են, եւ երկրորդը Հայաստանը դարձնել դե ֆակտո տարածք, որը սպասարկում է թուրք ադրբեջանական ռազմավարական խնդիրները եւ որոնք ինչ որ մասով համընկնում են ընդհանուր այդ արևմուտք կոչված այդ պետություններին չէ, այդ անձանց, ովքեր այսօր գրավում են Եվրոպայում կառավարող եւ ղեկավարող դիրք եւ պաշտոններ։ Մի հավատացեք դրանց, չկա այդպիսի բան, պայքարը եւ պատմությունը չի վերջանում, ով խիղճ ունի, ով միտք ունի պրպտող, պայքարեք, չհամաձայնվեք եւ դիմադրեք այդ անգրագետ, անբարոյական գրոհին, որին ենթարկվում է այսօր Հայաստանը եւ իր ժողովուրդը։ Եվ վերջին հարց տիկին Արարատյան, մենք խոսեցինք Ալենսիմոնյանի բառապաշարից, բայց երբ որ սրանք խոսում են խոսքի ազատությունից, լրատվականների նկատմամբ ինչպիսի ճնշում է իրականացում, եւ միայն նույն Ալենսիմոնյանը 3 անգամ դատի է տվել միայն մեր ակումբի, արդեն փող են պահանջում այսպես, հա, խնդրեմ ես ասում։ Ես ասեմ ձեզ, գիտեք ամեն ինչ ասեցինք, բացի կոռուպցիոն այն իրավիճակից, որը տիրում է այսօր Հայաստանում։ Ես հիշեցնեմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ժամանակին եղել է ամենադեղին թերթիկների մեկի խմբագիր եւ շատ շատերին հայտնի են այն աղբյուրները ֆինանսավորման, որոնք այդ ժամանակ այդպես սնում էին այդ թերթիկը։ Հիմա այն ինչ որ կատարվում է տնտեսական դաշտում, այն կոռուպցիոն հստակ ազդակները, որոնք որ հատուկ ձևով չի տեսնում հակակոռուպցիոն այդ մարմինը, ես պետք է ասեմ, որ կա եւս մի թիրախ, որին կամած կամ քայլ առ քայլ այդ իրանց սիրած արտահայտությունն է մոտենում է այս իշխանությունը, դա ԶԼՄ-ներն են։ Ես օգտվելով պահից ասեմ, որ ես չեմ համարում ԶԼՄ այն Բաղրամյան 26 եւ նման այդպիսի կետերը, որոնք որ զուտ արտադրում են ոչ միայն ֆեյքեր, այլ ուղղակի հակապետական բնույթ կրող այդպիսի գործողություններով են զբաղված, այլ ես դիմում եմ նրանց, ովքեր որ կարողանում են այս գրեթե անելանելի վիճակում պահպանել լրագրող կոչման արժանապատվությունը, որը որ հարիր է իսկական արժանապատիվ լրագրողներին։ Ես խնդրում եմ ձեզ, մնացեք նույն այդ դիրքերով, մնացեք, որովհետև այսօր հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության վիճակը ահավոր է։ Ես դրա համար ասեցի, որ նոր հասարակական կազմակերպություններ են առաջանում եւ հույս կա, որ նոր քաղաքացիական հասարակություն կկայանա, որովհետև այն նրանք, ովքեր որ սպասարկել են ահա այս թիմի գալը եւ մնալը, այդ դրանք արդեն վաղուց գոյեն, այսինքն կառավարական
հասարակական կազմակերպություններ են, այդպիսի արտահայտությունը հայտնի է միջազգային պրակտիկայում։ Եվ փաստորեն մենք այսօր բոլոր դրանք, ովքեր որ չեն համաձայնվում այդ կեղտոտ բառապաշարի հետ, այդ օրենքով գողից էլ ավելի վատ կեցվածքով, ովքեր համաձայն չեն, ում ինտելեկտը վիրավորվում է, ում խիղճը դեռ ողջ է, ես բոլորիդ ձեզ ուղղակի հորդորում եմ, մի հանձնվեք, այս բոլորը անցողիկ է, հավերժը միայն ճշմարտությունն է, հավերժը միայն լույսն է, որովհետև այն ինչ որ տեղի է ունենում այսօր, դա ուղղակի հակասում է թե ճշմարտությանը, թե լույսին, ուժեղ եղեք եւ մի կանգնեք, մի ծնկեք, ինչպես որ չեն ծնկում մեր քաղաքական պատանդները ագրեսիվ եւ ցեղասպան Ադրբեջանում։ Դե խուլիգանական արտահայտություն է, այսինքն դա սպառնացող մի արտահայտություն է, որ ձեզ պետք է մենք հասցնեինք այն վիճակի, որ դուք լինեիք վերակենդանացված, դա կնոջ խոսք է ընդհանրապես, դա կնոջ հարիր խոսք է, ես չգիտեմ այդ ով է, ինչպես չգիտեմ եւ շատ պատգամավորների, պարզապես ոչ միայն ես կարծում եմ նրանք ժողովրդին էլ են անծանոթ, ժողովուրդը ծանոթ է նրանց առաջնորդին, որը ոգևորում է իր ամենագրեհիկ արտահայտություններով, ոգևորում է իր թիմի ամենաթույլ կամք ունեցող մարդկանց եւ այդ ըստ երևույթին այդտեղ կանայք վերջի տեղը չեն զբաղեցնում, որ իրենք արտահայտեն, կներեք, դա ամաչի պետք է, այդ տիկինը պետք է ամաչի միջև իր կյանքի վերջը այդպիսի արտահայտության համար։ Էլի եմ ասում, դա հարիր չէ, ոչ թե պատգամավորին, նորմալ մարդուն, հակասո, ինչպես ասեմ, հակադրված, հակասող արտահայտություն է։ Եվ ես կրկնում եմ, ուրախ եմ, որ չեմ ճանաչում այդ տիկնոջը եւ ափսոսում եմ, թեկուզ այդքանը ասում եմ, բայց ես գիտեմ, ինքը ունի ծնողներ, երևի եթե ընտանիք ունի, շրջապատ ունի, կներեք, բայց ձեր այդ այսպես ասած իր արտահայտությունով այդ տիկինը խայտարակում է եւ ձեզ, ինչպես ասված է ֆիլմում, ձեզ նմանները խայտարակում են ռեսպուբլիկան, այո։